քաղաքական դաշտում չկա կոնսոլիդացիա եւ չկա կոնսենսուս հետնիկոլական փուլ մտնելու խնդրի շուրջ։ Քաղաքական ուժերը հականիկոլական, հակաիշխանական, ընդդիմադիր, ինչպես կուզեք անվանեք, քաղաքական ուժերը առայժմ չեն կարողանում իմի գալ այդ մի կարևորագույն հարցի շուրջ։ Ինչտեղ անկարում։ Հավանաբար, ոչ թե հավանաբար, այլ ոմանց մոտ Նիկոլին հեռացնել է շատ ավելի երկրորդական խնդիր է, քան սեփական իշխանություն ունենալը։ Կոնսոլիդացիայի մեջ տեսնում են ուժերից յուրաքանչյուրը, որ իրենք չունեն, այսպես ասենք, մեծամասնություն, որոշումների կայացման վրա կրիտիկական ազդեցություն եւ այս պարագայում հավանաբար ենթադրում եմ համարում եմ, որ չարժե միավորվել, եթե դու չունես այդ կրիտիկական ազդեցության հնարավորությունը ներկայումս։ Կա տարբեր խոսույթ հաջորդ ընտրություններին հերթական սպասելու եւ դրա ներքո քաղաքական գործընթացները դասավորելու այսօր կա նախաձեռնություն իմպիչմենտի եւ պետք է ասեմ, որ ես ավելի հակված եմ, որ օր առաջ ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել եւ եթե մենք ունենանք գոնե այս գաղափարի շուրջ կոնսոլիդացիա կարելի կլինի խոսել հետնիկոլական շրջանի մասին, բայց քանի դեռ դա չկա, Նիկոլն այսօր փաստ է, Նիկոլը թելադրում է օրակարգ եւ ցավոք սրտի շատերը հականիկոլական դաշտից առայժմ առաջ են շարժվում Նիկոլի թելադրած օրակարգով։